Այդ ալնել որպես Շարունակելով պատերազմի թեման, պարոն Ալեքսանյան, Ռոբերտ Քոչյան ոդքասթում ասում է նաև, որ եթե 21 թվականին իրենք ընտրվեին, ապա Արցախը չէր դատարկվի, քանի որ իրենք 2022 թվականի Պրահայի այդ անհեթեթ հայտարարությունը չէին։ Իրանք ընտրվել էին 21-ից հետո։ Արցախահայերի Արցախ վերադարձի ծրագրի մասին էր խոսում պարոն Հազար ներողություն, բայց ինչպես է պատկերացնում։ Հազար ներողություն, բայց Լեռնային Ղարաբաղը դատարկվել է հայերից այն ժամանակ, երբ որ իրանք ընտրվել են Լեռնային Ղարաբաղում իշխանության։ Երբ որ իրանց կոնգլոմերատը, այդ քրյա օլիգարխիկ չգիտեմ ինչերի, Լեռնային Ղարաբաղում անցել է իշխանության։ Դա այդ ժամանակա տեղի ունեցել։ Հիշում եք ինչ, հենց այս ֆոյեում, եթե չեմ սխալվում, հիշում եք ընդդիմադիր գործընկերների հայտարարությունները, Հայկ Մամիջանյան եւ այլն, այո, կեցե, վերջապես մեզ հաջողվեց Ղարաբաղում, կհաջողվի նաեւ Հայաստանում, հեսա կտեսնեք 1-2 օրից ինչ փոփոխություններ են լինելու, հեսա կտեսնեք եւ այլն եւ այլն եւ այլն, այսպես շանոք հիշում եք, մարդիկ ցնծում էին, քանի որ հաջողել էին։ Ինչ եղավ արդյունքում տեսնում ենք։ Հիմա ուզում են կներեք հիմա ուզում են նույն բանը անեն Հայաստանում։ Նույն բանը 1-ից 1։ Լեռնային Ղարաբաղում ինչ հայտարարություններ արել են միջև իշխանությունը զավթել է Լեռնային Ղարաբաղում, ոնց արել են, նույն ամեն ինչը, նույն տեքստերը ասում են այստեղ։ Դուք հավատում եք, որ եթե 2021 թվականին Հայաստան Դաշնքը ստանձներ երկրի կառավարումը, այլ կարգավիճակում են որ Ղարաբաղը չէր դատարկվի, Բայց ստեղ ինչ որ գուշակություններ անել, ստեղ ինչ որ Բայց իրանք խոստանում են, հետ ասում իրանք չեն խոստանում։ Հա, ԿՊՆ-ն է խոստանում, բայց իրանք չեն խոստանում, նենց չիրանք չեն խոստանում, մի ասեք իրանք չեն խոստանում։ Բայց ես հա հիմա ձեր ասեմ, այստեղ գուշակություն անելու կարիք չկա։ Պետք է ուղղակի նայել Դաշնակցության 004 հայտնի շրջաբերական։ Ամենտեղ, որտեղ ուզում եք, ամենտեղ։ Հա, ամենտեղ հրապարակված է, մամուլում հրապարակված է, առնվազն բոլոր մամուլներում հրապարակված է։ Ես եթե չեմ սխալվում, բոլորում հրապարակված է։ Որը մի քանի անգամ իրանք ընդունել են, որ կա, մի քանի անգամ հերքել են մեծ հաշվով, այսպես ինչ որ խառը բան են ասել, բայց ակնհայտ է, որ դա բացարձակ ճշմարտություն է։ Այդ ասում եմ, պետք է նայել կոնկրետ 004 շրջաբերական ինչ էին ասում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջում ավելի մեծ միավորի մեջ մտնել, լավ կլինի Ղարաբաղի հետ։ Այդ էր լինելու։ Այսինքն ոչ թե Ղարաբաղ էր լինելու, այլ Հայաստան չէր լինելու։ Բայց այստեղ մի կարևոր թեզ կա, էլի, այս Ղարաբաղի հետ կապված, քանի որ sense խոսակցությունները ակտիվացել, փորձում են այս խոսակցությունները ոչ իրանց դեմքով sense բան անել։ Անդադ նետեն մեր դաշտ, հազար ներողություն, էլի, դուք նկատել եք իրանք որ սկսել են Ղարաբաղի մասին համարյա չխոսալ կամ շատ քիչ խոսալ։ Արտասմա վերադարձ կազմակերպելու դուք ասում եք չեմ խոսում։ Չէ, ժողովուրդ ջան, մի վարքյան։ Ազգային ժողովի ամբիոնից Հայաստան Դաշինքի падգամավորներից մեկը չէ, երկուսը չէ, երեքը գուցե 4-ը հայտարարել են, ասել են առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստան։ Ճիշտ է, հիշում եք տենց արտահայտություններ, հիշում եք, մի վարքյան։ Հա, դե հիմա մի խոսքով իրանց падգամավորներից հայտարարություններ եղել են նմանատիպ, ասել են առանց Լեռնային Ղարաբաղի չկա Հայաստան։ Հազար ներողություն, Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագիրը իրանք ստորագրել են։ Անցել է դրանից 3 տարի համարյա։ Բա ինչ են եկել ստեղ Հայաստանում ընտրությունների մասնակցում, կրթության հարց խոսում, սոցիալական հարց խոսում, այս ինչի հարց խոսում, այն ինչի հարց խոսում։ Բայց ի՞նչ է, բայց ո՞նց է այս ամեն ինչ կատարվում։ Բա արդյոք սա չի նշանակում, որ կամ իրանք շատ վատ մանիպուլյացիա էին դիմում այն ժամանակ, կամ ուղղակի հիմա մարդկանց աչքին թոզ են փչում, այս թեման ուղղակի մի պահ սառեցրել են, որովհետև հասկացել են, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը կիսում է այն տեսակետը, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել ու չպետք է շարունակել, ու հիմա կենտրոնացել են սոցիալական հարցերի վրա, տնտեսական հարցերից են ուզում խոսալ, այն դրոշներն էլ ուղղակի դեմները դրել են, որովհետև տենց էլի։ Արցախ վերադարձի, արցախցիների Արցախ վերադարձի օրակարգը ռեալ օրակարգ եք համարում, թե նախընտրական։ Դա պատերազմի օրակարգ եմ համարում, ուղիղ պատերազմի օրակարգ է դա։ Ղարաբաղցիների վերադարձի հարցը դա ուղիղ պատերազմի, ուղիղ կոնֆլիկտի հարց է որպես այդպեսին։ Պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ հարցնել պարգևատրումների մասին, կամ խոսակցություններ, որ ազգային ժողովի падգամավորները ստացել են պարգևատրումներ, արդյոք ստացել եք, կարող եք հրապարակել թիվը, եւ չեք համարում, որ ընտրություններին ընդառաջ պետծառայողների այդ պարգևատրումները այսպես նախընտրական կոնկրետ ուժին իշխանությանը ձայներ տալու կամ ձայներ կորզելու համար են արվում։
Շատ լավ, շնորհակալ եմ։ Ազատություն ռադիոկայանն է, չէ՞։ Ես ճիշտ ասած չեմ կարող այս պահին ասել, պիտի հայտարարագիրը կլրացնենք, կտեսնենք ամեն ինչը, այս պահին կոնկրետ թվերի չեմ տիրապետում որպես այդպեսին, բայց ես մի հատ հակադարձ հարց կուզենայի տալ ազատության ֆինանսավորման հետ կապված։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամերիկյան ֆինանսավորումը ազատությունում դադարել է ու նաև դրանով պայմանավորված ազատությունը ֆինանսավորումը ձեր տեղեկությունները սխալ են, շարունակվում է եւ ինչ։ Հա, ամերիկյան այսինքն այդ բանը ռուսաստանցի օլիգարխի PR ակցիան, որ ազատություն իրականացնում ամերիկացի հարկատուների փողերով շատ հետաքրքիր է։ Պարոն Ալեքսանդր, դա ձեր տեսակետն է։ Դա իմ տեսակետը չի, դա բացարձակ ճշմարտություն է։ Ապացուցել փաստերով։ Այո, ապացուցեմ։ Նայեք ձեր պատրաստած ռեպորտաժը։ Դա ձեր անձնական կարծիքն է, ես փաստեր եմ պարոն։ Ասում եմ փաստ, որպես այդպեսին, բացեք ձեր պատրաստած ռեպորտաժը Տաշիր Սամոյի նախընտրական բարեգործության մասին, նայեք ինձ թվում է, որ ցանկացած մարդ, ով ծանոթ է ազատությանը, ով հետևել է ազատությանը, ով ազատությանը համարել է ժողովրդավարական, օրենքի գերակայության, իրավունքի գերակայության, արկայծող աստղ, եթե կուզեք հայկական լրատվական դաշտում, ու նայում է, թե ոնց է ազատությունը, ինչ ասեմ, Սերժի Վախտերի հանրային հեռուստաընկերության պես արդարացնում Տաշիր Սամոյի նախընտրական բարեգործությունը, ինչ սոուսով է ներկայացնում, ոնց է իրենց նարատիվները ներկայացնում, ես վստահ եմ, որ իմ հետ համակարգ կողմից քննադատությունը մեզ համար նորություն չի, շնորհակալություն ձեր անձնական կարծիքի համար։ Բայց ամեն դեպքում հարցի ենթատեքստը հետևյալն էր, արդյոք այս պահին նման մեծ պարգևավճարները, պարոն Ալեքսանյան, ես ավելի կոշտ ձևակերպեմ, հարգելի գործընկերներ, ես ձեզ սիրելի քաղաքացիներ եւ հարգելի գործընկերներ, ես ձեզ կարող եմ ասել, որ ազգային ժողովի падգամավորները միջինում վարձատրվում են այնքան, ինչքան վարձատրվում են ընդդիմադիր լրագրողները ընտրության սեզոնին, ցավոք իհարկե Ուզում եք ասեք ձեր մեդիայում լրագրողները 300,000 դրամ են ստանում։ Դուրջ եք ասում։ Ձեզ թվում է մենք իրոք տեղյակ չենք թվերից, որոնք որ ստանում են լրագրողներ։ Բայց վատ իմաստով չեմ ասում։ Բա այդ գումար լրագրողների ստացած չէ, իհարկե միանշանակ մենք դրա համար ունենք բացարձակ թափանցիկություն, բացարձակ Ամեն ինչի մասին էլ հայտարարվում է մշտապես, երբևէ չի եղել, որ ինչ-որ բանի մասին դուք չիմանաք, երբևէ։ Բոլորս պարտաճանաչ լրացնում ենք մեր հայտարարագրերը։ Ասում եմ, այս պահին ուղղակի չեմ տիրապետում այդ ինֆորմացիային, կարան թուփ միջև իմ բանկը ուրիշ լինի, բան լինի, ստացած էլ չլինեմ, որպես այդպեսին, բայց ես նորից եմ ասում։ Չէ, տենց Հա Չէ, այս պահին ասում կարող չեմ ստացել նույնիսկ հարկելի գործընկերներ, այդ բանկի բանը տարբերություն է։ Բանկին օնլայն բացեք, ասես թափնայեք։ Բայց ինչ գիտեք ինչքան ենք ստացել կամ ստացել ենք կամ չենք ստացել։ Ժողովուրդ ջան, հազար ներողություն, սիրելի գործընկերներ։ Ես որից 620 Քանի հազար հոգու է դա նախատեսված։ Չէ, ասեք, ասեք, կներեք, հարգելի ազատություն ռադիոկայան։ Այդ տեսնում եք, հետո երբ որ ասում։ Չէ, մի վարքան։ Ասում եք 4 միլիարդ, ասում եք 4 միլիարդ 600 միլիոն։ Քանի հազար կամ 100,000 հոգու համար է այդ գումարը։ ասեք Ասեք, Չէ, դուք ասեք։ Դրա եմ հարցը, ինչի ես ասեմ, չի հրապարակում, դրա համար եմ ձեզնից հարցը։ Երբ չի հրապարակում, անցած անգամ չի հրապարակում։ նախագծի մեջ չկա թե Շատ լավ, ես կարծում եմ դա պետք է ուղղել, շատ լավ էր իրար հետ բարձրեցին, որ պետք է մարդիկ հասկանան, որ դա վերաբերվում է նախարարության, ասենք, կրտսեր մասնագետից սկսած բոլորին։ Այդ 4 միլիարդ 600 միլիոնը, որը իդեպ որը Կրտսերը ձեր չափ չի ստանալու, պարոն Ալեքսանյան, մենակ ասեք ձեր թիվը որպես Ալամ աշխարհի ժողովրդավար իշխանության ներկայացուցիչ։ Արեք ջան, ասում հիմա որ դեռ չեմ ստացել, ինչ ասեմ։ Չեք ստացել։ Ես առաջարկում եմ, բայց ես իրականում այս բանը շատ լավ ընդունում եմ, համաձայն եմ, ես առաջարկում եմ, որ հանրային գործունեություն ծավալող ցանկացած մարդ մշտապես պետք է ունենա այս թափանցիկությունը ու իմ ընկալմամբ մեր շատ սիրելի լրագրողներն էլ պետք է որդեգրեն այս թափանցիկությունը, որտեղ ինչքանով ես գիտեմ, ինչքանով ինձ է հասնում ինֆորմացիա, այս օրերին քեշով լրագրողներին վճարում են մոտավորապես ընդդիմադիր լրագրողներին 600,000 պլյուս դրամ աշխատավարձ, ինչը նույնն է ինչ падգամավորի աշխատավարձը, հարգելի գործընկերներ։
Ինչքանով ես գիտեմ, էլի ու քեշով գրանցվածը այլ թիվ է, քեշով գումարը այլ թիվ է, որպես այդպեսին։ Գուցե սխալվում եմ, գուցե որոշակի սխալ կա, այնուամենայնիվ ինձ նմանատիպ ինֆորմացիա են ասել, ու ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է, ու սիրելի քաղաքացիներ, այո, դրանից հետո լինում են դեպքեր, երբ որ падգամավորից ավելի բարձր հիմնականում քեշով ստացող լրագրողները գալիս են падգամավորին, ասում են դու ինչքան ես ստանում, ես անում, այն ես անում։ Լինում են նաև դեպքեր, կներեք ավարտեմ, պարոն Կիրակ։ Հա, չէ, բայց մի վարքյան ավարտեմ, էլ կներեք, պարոն Կիրակոսյան, ավարտեմ։ Համաձայն եմ, իհարկե ոչ բոլորն են, օրինակ CVKM-ը, որին դուք ատում եք, ամեն ինչը գրանցված օրինական ձևով է ստանում, բայց ձերը բա տենց է միջև հիմա չասեցիք, ումա պատկանում ձեր լրատվականը։ Կներեք, հիմա որ գիտենք Civic-ը ԿՊԻ-ն է պատկանում եւ առավոտից 21 թվականի ստատուսները սկրին անում են, տարածում են։ Դուք 21 թվականի ստատուսներ չեք սկրին անում, տարածում։ Բայց ոչ կոնկրետ թիրախավորելու։ Այսինքն կներեք, էլի մի րոպե, որ ասում եք թիրախավորել։ Այսինքն ի՞նչ է նշանակում թիրախավորել։ Ձեր գործընկերը անդադար։ Չէ, ինչու չենք ասում։ Գրած չէ մեր բանը։ Պիտի գրած լինի։ Գրած, ամեն ինչը գրած է, կներկայացնենք ձեզ։ Ես սիրով կներկայացնեմ ձեզ։ Ես անձամբ, չէ, ես հրապարակային կներկայացնեմ։ Հրապարակային։ Կուսակցության հաշվի։ Պարոն Ալեքսանյան, լավ։ Չէ, մի վարքյան, որ ասում եք թիրախավորում։ Այսինքն մարդը գրել է, որ բան, ինչ անում։ Ու 680,000 քաղաքացիները ժեխ են։ Այդ ստատուսը մարդիկ վերցնում են, ասում են, այս մարդը գրել է հետևյալը, բառացի մեջբերում, առանց որակավորման, առանց պիտակի, առանց S1-ի, առանց հավելյալ որևէ բանի։ Ուղղակի ասում են, այս ինչ մարդը ասել է 680,000 քաղաքացիները ժեխ են։ Դա մի ընդհատեք էլի։ Մի ընդհատեք, ժողովուրդ ջան, դուք խնդրեցիք։ Պարոն Կիրակոսյան, 1000 անգամ խնդրում եմ, պատրաստ եմ 3 ժամ պատասխանեմ ձեր հարցերին, խնդրում եմ մի ընդհատեք, կլինի։ 680,000 քաղաքացիները մարդը գրել է ժեխա, լրատվականը ուղիղ խոսքը վերցրել, մեջ բերել է։ Այս ինչ մարդը ասել է, որ 680,000 քաղաքացիները ժեխ են։ Հիմա դուք ասում եք, որ այդ ստատուսը վերցնելով, առանց փոփոխության, առանց ինչ-որ մոնտաժի, առանց նրա դնելը ու հայտնելը, որ այս ինչ մարդը տենց բան է ասել, թիրախավորում է այդ մարդը։ Պարոն Ալեքսանյան, կներեք, գուցե Մարդու հրապարակային հայտարարություն, հազար ներողություն կներեք, Ժողովուրդ ջան, կներեք, բայց ես ներողություն ընդհանրապես ես կարծում որ ոչ լրատվականը, ոչ էլ ինչ որ մեկը չպետք է ներողություն խնդրի նրա համար, որ կանգնել ու պաշտպանել ու կամ ներկայացրել է, որ Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիներին չի կարելի վիրավորել, չի կարելի Հայաստանի Հանրապետության 680,000 քաղաքացիների ասել ժեղ ու սպասել, որ դրանից հետո պետք է գան ճակատը պաչեն ու հերոսի կոչում տան։ Չէ, չեն տալու ու հերիք եղավ ու պետք է հարգել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում երկրորդ սորտ չեն, հազար ներողություն։ Հերիք եղավ, բոլ եղավ արդեն։